Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, իշխանությունները նոր գրոհ են սկսել եկեղեցու դեմ եւ այս գործին դցվել է Քննչական կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակավ ու բացահայտ պայքարում է հայկական ինքնության դեմ, հայկական հողերը հանձնում է թշնամուն, հիմա մեր սրբազաններին է կալանավորում, հոգեվոր հայրերի դեմ գրոհ է սկսել եւ նրանց մեղադրում է ինչի համար տանը ինչ որ զարդեր ունենալու։ Միթե Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագրի անդամները իրենց տներում զարդեր չունեն։ Չէ, նախ զարդերի համար չեն տարել։ Պատմությունը այսպես է։ Մի քահանա Օհանավան գյուղում իր զորակցությունն էր հայտնում եւ ուրանում իր հոգեվոր եղբայրների դեմ զորակցություն Փաշինյանին։ Այն գնահատականներին, որտեղ Փաշինյանը ամենավիրավորական խիստ արտահայտություններով մեր եկեղեցու եւ հոգեվոր հայրերին եւ եկեղեցու հոգեվոր առաջնորդ նկատմամբ կեցած է դրսևորում։ Այդ քահանան Տեր Արամ անունով, որը օծյալ է, իր զորակցությունը հայտնեց Փաշինյանին հմայք հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպման ժամանակ։ Միաժամանակ ասելով, որ ինչ որ հանրավակների ժամանակ իրեն թեմի ղեկավարությունը, իսկ ինքը այդ ժամանակ եւ որտեղ որ ինքը իր հոգեվոր ծառայությունն է անցկացնում, մտնում է Արագածոտնի թեմի մեջ, այդ եկեղեցին եւ այդ համայնքը, այո։ Պարզվում է, որ ընդ որում դա ամիսներ առաջ է, 1-2 ամիս առաջ էր այդ եթերը։ Եվ հիմա Ոմն Դանիել Իոնիսյան, որ ինչով հայտնի, որ ոչ միայն տարբեր միջազգային դոնոր հանձնացող գրանտային կազմակերպությունների ստացող անձ է, այսպես ասենք սորոսական, այլև հայտներ, որ ժամանակին իր վրա քրեական գործեր հարուցվել իր մոր նկատմամբ սեռական ոտնձգություն անելու համար եւ սրա մասին ինչպես ասում են քննությունը գնացել էր, ինքը փորձեր արել, մայրը դանակով էր հարվածել, հետո պարզեց, որ չէ, դա ոստիկանությունը քննեց, պարզեց, որ դա երազ էր եւ դա իրենց հետ չէր, հա։ Ոստիկանությունը նման գործեր չի փակում, փակում է միայն մի դեպքում, երբ պոտենցիալ մեղադրյալը ստորագրում է ժարգոնային արտահայտությամբ ասած ղազագիր համագործակցության համար ոստիկանության հետ։ Եթե մարդը զբաղվում է քաղաքականությամբ, այդ ղազագիրը ոչ թե ոստիկանությունն է վերցնում, տալիս ստորագրելու, այլ ազգային անվտանգության ծառայություն։ Դա նորմալ է, բոլոր պետություններում ընդունված է։ Ես ուղղակի այդ մարդու մասին, որը գնում է, հրավիրվում է պետքարտուղարություն, հրավիրվում է տարբեր միջազգային կառույցներ, դե հիմա ինչ վատ է, ասենք, ձեռք հետել եւ առաջին հերթին պետության համար աշխատի։ Եթե այդ պետությունը սպասարկում է իր երկրի քաղաքացիների եւ մոնոէթնիկ Հայաստանի համար հայ ժողովրդի շահերը նորմալ է մեզ նայում։ Եվ այսպես այս անձը Տեր Արամի հեռուստաեթերում տրված այդ գնահատականի հիման վրա հաղորդում է տվել հանցագործության մասին։ Խոսքս հանրավակին պարտադրելու եւ այլն։ Բայց պարզվում է, որ եթե անգամ հոգեվորականները ինչ որ հանրավակների ներկա են եղել, ապա դա միայն նրա համար է, որ այդտեղ առավել լարումների դաշտում չլինի բախում իրապա համակարգի եւ ժողովրդի միջեւ, իսկապես հոգեվորականները որոշակի առումով զսպիչ գործ ունեն։ Հիշողության կորուստ ունեցող ներկա իշխանություններին հիշեցնեմ առնվազն 2 դրվագ, որտեղ հոգեվորականների մասնակցությունը իսկապես լիցքաթափող, խոչընդոտող եւ խանգարող հանգամանք եղավ այդ բախումների։ Առաջինը 2008 թիվ մարտի 1 մինչև բախումները, երբ Միասնիկյանի արձանի մոտ ելույթ էր ունենում եւ զգոնության, զգաստության, հանդուրժողականության կոչեր անում, ջրվեժում գտնող մի եկեղեցի կա, չոր սխալվում Սուրբ Հովհաննես։ Իր հոգեվոր հովիվը, որը ֆիզիկապես այստեղ չի, Տեր Գյուրեղ Քահանա Տալյանը, մահացել է ինքը վթարից։ Եվ իր խոսքից հետո իսկապես բավականին այդպես լիցքաթափվեց վիճակը։ Երկրորդ 2018 թվական, երբ
Փաշինյանին բերում էին որոշ երկրների հատուկ ծառայությունների իշխանության, հանրահավաքներ, ժողովուրդը փողոց է իջել, նախորդ իշխանություններին չի ուզում նաև նրա կողմից ձեռք բերված բնականաբար ենթատեքստով դա էր հաղթանակները եւ այլն, եւ հոգեվորականներ շատ կային տարբեր տեղեր, իսկապես այդ հոգեվորականների ներկայությունը զսպիչ գործոն է իրապահ համակարգի դեմ։ Այդպես է, այսինքն կա կարմիր գիծ, որտեղ իրապահ համակարգը փորձում է չանցնել, որտեղ կա հոգեվորական կանգնած։ Եվ ժողովուրդը առավել զգոնա ու զուսպ է, երբ որ մեջտեղում կա հոգեվորական։ Հիմա այս հոգեվորականը, եթե իրեն ասվել է գնալ հանրահավաք, ոչ թե նրա համար, որ ինքը որպես գլխաքանակ այդ հանրահավաքում +1 լինի, վստահաբար, այդպես չի, չէ՞։ Այլ ամենայն հավանականությամբ, եթե այդպիսի բան կա, ապա ամենայն հավանականությամբ նրա համար, որ եւ միայն ինքը չէ, այսինքն այդտեղ շատ հոգեվորականներ են, որ եթե լարումների դաշտ լինի, իրենց զուտ ֆիզիկական ներկայությունը լարումները պարպելու համար, չէ, կարող է որպես միջոց անցանալ։ Սա իրականությունն է։ Եվ հիմա սրա հիման վրա, որ Արագածոտի թեմում, թեմի առաջնորդին ինչ-որ բան է ասել եւ այլն։ Հիմա ինչ կապ ունի իմ ասածը գանձարանը բացել, այնտեղ դրամ եւ անձնագրեր, փաստաթղթեր եւ շքանշաններ։ Ինչ կապ ունի, կարող եք ինձ ասել։ Բացարձակապես կապ չունի, չէ՞։ Ուրեմն հաղորդումը տվել է այդ Դանիել Իոնիսյան կոչվածը։ Հիմք ընդունվել է Տեր Արամ Քահանայի հանրայինում ելույթ ունենալ կամ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցից այդ մի հատվածը։ Հետո գանձանն են բացում, հիմա քարոզչական ֆոն չէ՞ պիտի պատրաստեն։ Նախ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի գողացել են բարի ուղակի իմաստով, որտեղ երկար ժամանակ փաստաբանները, այդ ու նաև փաստաբան Արա Զորայբան հրապարակավ ասում էր, չգիտենք տեղը, այսինքն մարդուն տանում են, ոչ ոք չգիտի, դա գողանալն է։ Եվ քրեորեն պատժելի արարք է իդեպ, այդպես մարդուն անազատություն զրկել, նույնիսկ եթե իրապահ համակարգն անում։ Հետո ձերբակալում են, բերման են ենթարկում մոտ 10 այդ թեմի քահանաների, նաև թեմարանում աշխատող աշխատակիցների, հա, նաև դիվանապետին, նաև հաշվապահին, գործավարին եւ այդպես շարունակ։ Հիմա ըստ տվյալների Մկրտիչ Սրբազանի ոնց որ խափանման միջոցը կալանքով են, հա, փոխել, մյուսներն ասում են կամ եւ դիվանապետ եւ հաշվապահ։ Ինչ կապ ունի այն հաղորդումը, որի հիման վրա տվել են, հա, եւ այն գործը, որ անում է իրապահ համակարգը։ Այսինքն խուզարկություններ բնակարանում, այդ խուզարկությունները ինչը պետք է հաստատվի։ Ասենք, որ Մկրտիչ Սրբազանը Տեր Արամին ասել է գնա հանրահավաքի, հա, դա հաստատվելու։ Չէ, իրենք խուզարկություն անում են, որ ինչ-որ մի բան գտնեն, ինչ-որ մի բան, որը օրենքի շրջանակում խոցելի կլինի եւ այդ անձի վրա լծակ ունենան, ասենք այդ քահանայի։ Ասենք ենթադրենք թեմի առաջնորդի նկատմամբ ցուցմունք տուր, որ այս բանը մենք չհրապարակենք։ Վստահաբար բոլոր խուզարկությունների իմաստը է, որտեվ ինչի համար որ բերման են ենթարկել, դա խուզարկության թեմայի հետ կապ չունի, առանց որ գանձանակը բացելու հետ կապ չունի, հա։ Մի անձնավորություն կա, որ բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում, վարչապետի պարտականություն կատարող անձի աշխատակազմի ղեկավարն է։ Հիմա ուրեմն նկարներ են դրել այդ գումար տարբեր, հա, դրամ, եվրո, դոլար, ռուսական ռուբլի եւ մի 2 դոլարանոց։ Եվ այդ Արայք Հարությունյան կոչեցյալը, հա, ցանկացած նորմալ արժանապատի մարդ, ոչ միայն արական, այլև իքական, այդ մարդուն անգամ հերվից չի բարևի։ Այդ մարդու նկարագիրը, անցած ճանապարհը, հա, այդքան է վատ իմաստով։ Եվ մի 2 դոլարանոց է դրած, որտեղ ասում են նայեք, այս 2 դոլարանոցները ինքը գիտի։ Ես առաջին անգամ իմանում, որտեղ ինչ որ գանձ այդ 2 դոլարանոց որ դնում ես, դա հաջողության ինչ որ բան է, սիմվոլ է։ Որ շատ փող շատ են, ասում են նայեք, ելս քահանաներին նայեք, էլ 2 դոլարանոցը դնում որ փողերը շատանա, բայց սրանք հոգևոր դաշտի մարդիկ են։ Ես հիշեցի Մամել Գրիգորյանի հայտնի Տուշոնկայի պատմությունը, հա։ Վստահաբար եմ ասում, էլի։ Եվ ըստ այդմ, այս ամեն ինչը ակնհայտ է, որ եւ պատճառը, եւ պատրվակը, եւ ձերբակալությունը, եւ կալանավորումը եւ այլն ունի նպատակ։
կրկին անգամ թիրախավորված եկեղեցուն եւ վեհապար հայրապետին։ Բայց խնդիրը նա է, որ այդ Տեր Արամ կոչեցելը ինքը այս մտքերը ասելա 1 ամիս առաջ, ասենք։ Ես հիմա օրը կոնկրետ չեմ հիշում, ենթադրենք 1 ամիս կամ ավելի շատ միգուցե։ Ինչու է հիմա արվում։ Այնպես ինչպես Միքայել Աճապայանը միտք էր ասել, մի 6 ամիս, 8 ամիս հետո փորձեցին քրեական գործ հարուցել։ Թեև ժամանակ ասելու ժամանակ ինչ որ քչփորել են, տակը բան չէր եղել։ Այսինքն հիմա պատվեր կա, որ կոնկրետ Մկրտիչ Սրբազանին կամ վեհապար հայրապետին, որը արունակցական կապ ունի վեհապար հայրապետի, քրոջ որդին է։ Ավազանյանով Հայկ Պրոշեն։ Հիմա Մկրտիչ Սրբազանի միջոցով վեհապար հայրապետի վրա եւս ճնշում է։ Բայց հետաքրքիր ինչու հիմա, այստեղ ոչ թե պիտի հարցը տալ, զարմանալ, զայրանալ, ինչու են անում, այլ ինչու են հիմա անում։ Պարոն Նահապետյան, ներողություն եմ խնդրում, բայց այստեղից մի հարց է բխում։ Ինչու է փոխվել մարտավարությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք պետք է շրջափակեն վաղաշաբաթը, մայրաթոռը եւ պետք է ստիպեն վեհապարին հրաժարական տալու։ Ուրեմն չի փոխվել մարտավարությունը, սա ընդհանրապես քայլ է, ես հիմա կասեմ, բայց մինչև ձեր հարցին այդ պատասխանելը, ես ընդհանրապես ասեմ, որ Մկրտիչ Սրբազանի եւ մյուս քահանաների վրա ճնշումները նպատակ ունի ավելացնել այն հոգեվորականների թիվը, որոնք պիտի ապստամբեն վեհապար հայրապետի եւ եկեղեցվո մյուս բարձրաստիճան հոգեվոր այրերի դեմ։ Ապստամբներ չկան։ Այսքան ժամանակ խոսում են, ընդամենը 2 քահանա, երրորդը մի պահ միացավ, հետո հետ քայլ արեց։ Չկան։ Այսինքն ուրացողներ չկան, մինչև ակլորական ճիշում եք, քանի անգամ ուրացավ։ Այո, 3 անգամ։ 3։ Ընդ որում Հուդան գիտեր ինչ է անում։ Հիմա եթե զուգահեռենք, այստեղ մի կարևոր դրվագ կա, էլի, զգացմունքային առումով այդ քահանաներին սովորաբար Հուդային ասում, որ ճիշտ չի։ Օրինակ Հուդան գիտեր ինչ պետք է աներ։ Հիսուսն էլ գիտեր, չէ՞, իր առաքելության իմաստը ո՞րն է։ Առաքելության իմաստը հարությունն է։ Այսինքն ֆիզիկական երկրային կյանքի մահով, մարմնի մահով, կյանքը չի ավարտվում։ Այսինքն ամբողջ խորհրդ իմաստը հարությունն է։ Եվ դի մեկ իրան դավաճաներ, չէ՞։ Այդ հայտնի ընթրիքի ժամանակ Հուդային ասում առանց Հուդայի անտալով, չէ՞, ասում արա այն ինչ դու գիտես։ Այսինքն Հուդան գիտեր, որ այդ process-ը ուր է գնալու։ Հիմա սրանք Հուդա չեն, սրանք նրանք ովքեր մինչև ակլորական մի քանի անգամ ուրանում են իրենց ընկերներին։ Պետրոսներն են այսինքն։ Այո, Հուդան ինքը ստատուս է ունեցել։ Դու պատկերացեք, եթե Հիսուսին, որից է մեկը չդավաճաներ, եւ Հիսուսը ապրեր 90 տարի։ Օրինակ, իր մահով մահանալ այդ հարություն, խաչելից ոչ մի բան չէր լինելու, չէ՞։ Բայց Հիսուսը կոնկրետ երկիր մոլորակա բերվել Տիրոջ կողմից հստակ խնդրով։ Եվ այդ խնդրի մեջ շատ կարևոր դերակատարում ունի Հուդան, չէ՞։ Եվ Հուդան գիտեր, որ ինքը այդ դերակատարում ունի, այստեղ 30 արծաթի խնդիրը չի։ Որ իբր ինքը դավաճանեց, այդ մարադրամներ ստացավ, այդպես չի։ Լավ, հիմա այս Ես հիմա այստեղ Տեր Արամը եւ մյուսներին Հուդա պետք չի ասել։ Իրենք ուրացողներ են։ Այսինքն իրանք շատ ավելի փոքր են, հա, մինչև ակլորական իրենք Տիրոջ ուրացող են։ Իսկ Հուդան ով է այստեղ։ Այստեղ այդ Հուդան լուրջ գործի մեջ եղել է ներգրաված։ Տիրոջ հարության process-ի կարևորագույն օղակներից մեկը եղել է Հուդան։ Այստեղ չկա տենց գործ, հա, հարության գործ չկա, բայց ուրացողներ կան, չէ՞։ Դե հիմա հավասիկ ասենք նրանց կարող ենք ասել ուրացողներ իր ընկերներին, հա, հավատավոր եկեղեցու հոգևոր առաջնորդին։ Բարձրացումա խնդիր ունի եւ հիմա այդ խնդրի մասին բարձրացնում ինքը տեսնում է իր քահանայի պատուհանից տեսնում է եկեղեցու կառավարման ամբողջ բուրգը, խնդիրները, խնդիրները, այնպես ժողովրդական լեզվով ասած վակրուկ դաուկլը խոսում է։ Բեզաչոտնի։ Եվ ինչ-որ գրատականներ է տալիս։ Եղբայր, շատ բան չասենք, ես իրանք չունեմ, քանի որ ինքը օցիալ է։ Ես օցիալ քահանայի դեմ, բայց որոշ արարքներին վերաբերմունք հանդես բերում եմ։ Հիմա եթե գանք Մկրտիչ Սրբազանի ձերբակալությանը եւ այդ կեղծ նկարներ, պատկերներ, հա, Տուշոնկա 2 օպերացիան է, կամ Տուշոնկա 3, Տուշոնկա 2-ը ոնց որ Բագրատ Սրբազանի հետ, հա, եղավ, սա էլ Տուշոնկա 3 օպերացիան է։ Հիմա իրանց խնդիրը ի՞նչն է։ Ինչու հիմա արվեց, խնդիրը շան գլուխ էստեղ է։ 3 օր առաջ Կովկասի մուսուլմանների, մահմեդականների հայրեն ասենք, վարչության նախագահ Փաշազադեն կեցվածք է դրսևորում մեր եկեղեցու դեմ որպես վտանգավոր եւ անջատողական եւ պատերազմ ուզող։ Օդից վերցած բան է։
Իդեպ ասեմ Փաշինյանը եւ իր զուգընկերը եկեղեցու դեմ մեծ արշավը սկսեցին այն ժամանակ, երբ որ նույն Փաշազադեն ասեց կրկին, 2 օր հետո իրենք սկսեցին, հիմա նույնը։ 2 օր հետո Փաշինյանը սկսում է գործողություն։ Այսինքն Փաշազադեի շուրթերով Ալիև եւ Էրդողան իրենց դժգոհությունն են հայտնում, որ Փաշինյան դու մեզ խոստացել ես, որ եկեղեցու հարցերը պետք է լուծես, իշխանափոխություն անես, քանդու քարափանես, ձերբակալես, վախեցնես, նստացնես, խոստացել ես, չէ՞, բայց չես անում։ Փաշազադեն մեկ անգամ եւս իրան հիշեցնում է այդ ձևով, որտեվ եթե նախորդ անգամ Փաշազադեն ինչ որ բան հիմնավոր էր ասում, թե վեհապար հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում քրիստոնեական մեծ գագաթաղ ժողովի ժամանակ գնահատական էր տվել Արցախի հետ կապված իրադարձություններին, արցախցիների իրավունքներին, ռազմագերիների իրավունքներին, մշակութային հոգևոր արժեքների պաշտպանությանը։ Խոսել էր, այստեղ տակը բան չկա։ Բա Փաշազադեն ինչու է այդպես օդից վերցած բան ասում։ Ասում են նրա համար, որ Նիկոլին հրապարակավ դեղին քարտ են ցույց տալիս։ Ալիևը եւ Էրդողանը եկեղեցու հարցերը չես լուծել։ Այ տղա։ Տղան էլ ինչ պիտանի, ապօրինություն, օրինական ոչ մի բան չկա, հավասիկ այն ապօրինությունը, որ մենք ենք տեսնում։ Սա է ամբողջ պատմությունը։ Եվ սա ընդ որում լծակա եւ ազդեցության լծակա ըստ իրեն վեհապար հայրապետի վրա, որտեղ ինքը մտածում է, քանի որ Մկրտիչ Սրբազանը վեհապար հայրապետի քրոջ որդին է, ապա միգուցե ընկրկի վեհապար հայրապետը հրաժարական տա։ Ես կարծում եմ, քանի որ վեհապար հայրապետը Սուրբ Հոգովոցյալ է, երկայն կյանքում, քանի ինքը ողջ է, ինքը հրաժարական չի տա։ Առավել եւս, եթե լինի անաշխատունակ, լինում են, չէ, օրինակ Վրաստանում, իրենց կաթողիկոսը տարիքով շատ մեծ է, եւ այդ ինստիտուտի, ազգային ինստիտուտի կառավարումը բավականին ջանքեր է պետք եւ աշխատանք, աշխատունակություն, որ չի կարող, ունի տեղապահ, բարձր եմ ասում, չէ։ Այնպես որ կենացները քաղցրանում են, եկեղեցու դեմ պայքարը սաստկանում է, որտեվ Փաշինյանը հրահանգստացավ Փաշազադեից։ Տեսնենք ինչ զարգացում է, այստեղ խնդիրը, ինչպես ասում են, գնդակը մեր եկեղեցու հավատավոր զավակների դաշտում է։ Սա Փաշինյանի դաշտում չի, Փաշազադեի դաշտում չի, ոչ էլ ձերբակալված հոգևորականների, սա հավատավոր զավակների դաշտում է գնդակը, թե ինչպես պետք է պատասխանեն այս անօրինություններին ու ապօրինություններին։ Պարոն Հապետյան, որպես ձեր խոսքի շարունակություն, օրինակ հիմա քաղաքական դաշտում նաև ինչու՞ չէ սոցիալական հարթակներում շատ են քննարկումները, թե ինչու է լռում վեհապարը եւ ինչու չի խոսում եւ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու պետք է վեհապարը իր վրա ստանձնի, իր վրա վերցնի ընդդիմադիրների եւ քաղաքական գործիչների պարտականությունը, միթե վեհապարը պետք է խոսի իշխանությունների դեմ եւ իշխանափոխություն պահանջի եւ անգամ եթե վեհապարը խոսի, սա ինչ վտանգներ է պարունակելու։ Նախ դեպքի հետ կապված երեք այդ ապօրինությունների մայրաթորը հայտարարություն է տարածել։ Եվ նրանք ովքեր որ հետաքրքրված են, թող կարդան այդ հայտարարությունը։ Շատ հստակ զգոնության մեզ հավատավոր զավակներից առավել զուսպ լինելու։ Ինչու, որտեղ մեզ մոտ այնուամենայնիվ զգացմունքային հարթությունում կա իշխանությունների այդ արարքի նկատմամբ մեղմ ասած դուրս դժգոհություն, դա ավելի խիստ բարեր ածականներ չօգտագործեն։ Այդ ամեն ինչ հասկանալով իմ հոգևոր առաջնորդը, իմ եկեղեցու առաջնորդը ինձ եւ իմ նմաններին կոչ է անում առավել զուսպ լինել։ Սա ինձ համար հրաման է։ Սա առաջին։ Այսինքն չանել քայլեր, որտեղ իշխանությունը այդ քայլերը կդիտարկի եկեղեցու հետ փող կապակցած, որտեղ հավատավոր զավակները այս կամ այն ձևով շփվում են, չէ՞, եկեղեցու հայրերի հետ, միաբանների հետ, թեմերի առաջնորդների հետ, միգուցե վեհապարի հետ, որ ուղղակիորեն չկապվի, որ իբր ասեմ վեհապարն է հանձնարարական տվել, որտեղ այս մարդը ենթադրենք մի շաբաթ առաջ վեհապարի մոտ էր, ահա հանձնարարական ստացել։ Այս զգոնության սթափության կոչի մասը է։ Մեկ, երկրորդ, այո, եկեղեցին չի, որ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու քայլեր պետք է անի։ Դա եկեղեցին չի։ Նրանք ովքեր որ ասում են, որ եկեղեցին պետք է անի, եկեղեցու վեհապարի գործն է, սա նույն նիկոլական մոտեցումն է, այնպես ինչպես պատերազմ պարտվում է, գերագույն հրամանտար կոչեցյալը, բոլորը մեղավոր են, բոլորը պատասխանատու են, ինքը չկա։ Ասում է ես թիվ 1 պատասխանատու եմ, բայց ես թիվ 1 մեղավորն եմ։ Հիմա այս մոտեցումը քաղաքական դաշտում, եթե սլակները ուղղվում են եկեղեցու հոգևոր առաջնորդին, թե ինքը բան պետք է անի, սա
այն մոտեցումն է, որ այդ մարդիկ, ովքեր ուղում են սլակները, գիտակցաբար թե անգիտակցաբար, իրենք իրենց վրայից պատասխանության որոշակի բեռ են մի կողմ դնում։ Ընդ որում այդ բեռը դնելով ոչ այն ինստիտուտի, որի գործառույթների մեջ դա չի մտել։ Այո, եթե թուրքական բանակը, օրինակ Սարդարաբադում 1918-ի մայիս եկել էր կանգնել էր, չէ՞։ Գոյութենական խնդիր էր, չէ՞ դրված։ Եկեղեցու զանգերը դրա համար հնչեցին առանց որ ճակատամարտի տեղը Մայրաթորից այդքան էլ հեռու չէ, ճիշտ է։ Այո, եւ Սարդարաբադի իրական հաղթողը ոչ միայն այդտեղ կռվողն էր, առաջներթին վեհապար հայրապետներ, որին առաջարկում էին որ գնա Սևանի կղզի, Սևանում կար, հա, կղզի։ Ինքը ասաց, որ չի գնալու եւ այստեղ զենքը ձեռքին իրենք կզոհվեն, բայց Մայրաթոր չեն տա։ Սա է այն ազդակը, որ մինչև ճակատամարտի օրը եւ դրանից հետո զանգեր հնչում էին։ Շուրջ օրյա ժողովուրդը կանգնեց ոտքի։ Եթե հիմա ես գտնում եմ, հիմա փոքր Սարդարաբադ, ուղղակի թուրքական կամ ադրբեջանական բանակը լմեր սահմաններում չկա։ Եվ եկեղեցու հոգևոր առաջնորդն է որոշելու զանգերը 24 ժամվա 7 անգամ 24 հնչելու են, թե չէ։ Բայց մոտենում է դրան, իսկապես մոտենում է, որտեղ են ապօրինություններ, որ արվում է, որից է օրենքի, տրամաբանության, բարոյականության սահմաններում չի տեղավորվում։ Այսինքն հիմա մարդիկ հունից դուրս են գալիս։ Զայրույթը, բարկությունը, անհուսությունը մարդկանց մոտ համատարած է։ Այս լիցքը, որ կուտակում է, կարող է պայթել, եթե պայթեց, այդ ժամանակ բավականին այդպես տխուր հետևանքներ կարող լինեն այն կառույցների եւ այն մարդկանց գլխին, որոնց գլխին կոտրվի այս ամեն ինչը, վերջին հաշվով ամեն ինչ սահմանում է, մեզ մոտ էլ համբերությունը սահմանում է, հա։ Հիմա եթե ես գնահատեմ, որ այս ամեն ինչի մեջ առավել սպանություններ, ձերբակալություններ, ապօրինություններ, Փաշինյանը թշնամի է, իր վարչակազմը թշնամի է։ Օրինակ, եթե քաղաքական պայքար, փողոցային պայքար ենթադրենք, դա այլևս որպես գործիք հնարավոր չի լինում փոխելու, ինձ մոտ ընդհանրապես մի միտք է առաջանում, թշնամու դեմ կռվելու ես որպես զինվորական։ Ես չեմ ուզում գործը այդտեղ հասնի։ Փորձում եմ բացատրել, հորդորել, հասարակական մեծ ընդդիմադիր դաշտում լինի նույնականացում գնահատման, այդ ժամանակ այդ չկա այդ նույնականացում ցավոք սրտի։ Եթե լինի բոլոր ուժերի անկախ իրենց տարբերություններից, քաղաքական պայքարի, գործիքակազմի նպատակների, եթե լինի նույնական գնահատական, ձեզ վստահեցնում եմ Փաշինյանի իշխանություն շատ արագ առանց էլ երերացող իշխանությունը Ադրբեջան Թուրքիան են պահում, էլի։ Այստեղ ինչպես ասում են կարգին փոխ է ստանում թռնում է, ինքն էլ իր փոքրաթիվ խմբակն է։ Պարոն Նահապետյան, գալով Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ռուսական լրատվականները արդեն հաղորդում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները թշնամանքից կարծեք թե անցում են կատարել ակտիվ համագործակցության եւ ասվածի համատեքստում էլ օրինակ Բաքվում արդեն իսկ հանդիպել են Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ինչ է այս ամենը նշանակում։ Ես չեմ կարծում, որ այն սառույցը, որ արհեստական կերպով իդեպ ստեղծվեց, այդ ինքնաթիռ հետ կապված, հետո Ռուսաստանի իրապահ համակարգի կողմից Ռուսաստանում ազգությամբ ադրբեջանցի, որոնք եւ քաղաքացի են մի մասը եւ ոչ Ռուսաստանի Դաշնության, այդ թվում նաեւ ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող անձանց նկատմամբ իրապահ համակարգի կողմից իրականացված աշխատանքներ, որի արդյունքում մի մասերը բանտերում են, մի մասերը ճողոպրել են դեպի Ադրբեջան կամ Եվրոպա։ Գիտեք ինչ, եկեք այսպես նայենք, հա, Ռուսաստանի նախագահը որպես այդ երկրի բարձրագույն իշխանություն կրող անձ ինքը նայում է, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, քանի դեռ այդ ուկրաինական թնջուկը, որտեղ իրականում ոչ թե Ուկրաինայի դեմ է պատերազմ, այլ Ուկրաինայի տարածքում, Ուկրաինայի զինուժի, անձնակազմի, արևմտյան զինատեսակների եւ ՆԱՏՕ-ի դեմ է պատերազմը, որ պայն այդտեղ կանգնում է, ինչ որ ստատուս քվո է, հա, պատերազմ տիկան ոչ թե հրադադարի ռեժիմ, վստահաբար ձեզ ասեմ, որ ցանկացած պետություն, որ այս պատերազմի ընթացքում Ռուսաստանի հանդեպ այս կամ այն կեցվածն է դրսևորել, Ռուսաստանը ըստ արժանավուն պատասխանելու է, կասկած չունենաք։ Ռուսաստանի լինի ցարական Ռուսաստան, լինի խորհրդային տարիներ, եթե պատմությունը քիչ դեժատ զուտ մակերեսայնորեն նայող ուսումնասիրող անձ է որ նայի, վստահաբար Ռուսաստանը չի թողելու այն ինչ որ իր դեմ ենթադրենք տարբեր պետություններ Ուկրաինային զինելով, օժանդակելով, սնունդ տալով, զինամթերք տալով, զենք տալով եւ այլն անձնակազմ տալով իր դեմ աշխատել են։ Ինքը լծակներ միշտ էլ կգտնի, կարող է դրա մասին չհրապարակայնացնի, որ ես այսպես պատասխանել եմ, հա։
Գիտեք, օրինակ երկու օրինակ բերեմ, որովհետեւ ասած այդպես շատ վերացական չլինի։ Արցախի պատերազմում ռազմի դաշտում պատերազմը կառավարում էր թուրքական բանակի 3-րդ դաշտային բանակի հրամկազմը։ Այդ բանակի երկու աստղանի կամ գեներալ լեյտենանտ կոչում ունեցող անձը 600 հոգի, ներառյալ մինչև գումարտակի հրամանատար եղել են թուրքական բանակի սպաները։ Պատերազմից 1-1.5 տարի հետո Թուրքիայում ուրեմն մի ռազմակայանից մի քիչ ավելի հեռու ռազմակայան ուղղաթիռ, երկու ուղղաթիռ գնում, որտեղ ուղղաթիռների մեջ 3-րդ դաշտային բանակի այդ հրամանատարներն են։ Չգիտես ինչու տեխնիկական պատճառով ընկնում են, զոհվում են, մի հոգի է փրկվում։ Այդպես պատահական լինում է, բայց չի լինում։ Հաջորդը հիշում եք, երբ Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռ ռազմական խոցվեց, օդաչուներից մեկին էլ, հետո որը ուրեմն պարաշուտով իջավ, այդտեղ սպանեցին։ Հիշում եք։ Իսկ ռուսական օդաչուին սպանել են իսլամիստ թուրք ահաբեկիչները։ Նու Թուրքիա է, հիմնականում այդ իսլամական թուրքական գործոնը Թուրքիայի հատուկ ծառայությունների բանակ կողմից է, ֆինանսավորվում, օժանդակում եւ այլն։ Չգիտես ինչու այդ դեպքից մոտ մի 6-8 ամիս հետո լրիվ պատահական էսպես է, օրինակ ցանկացած երկրի համար պրոֆեսիոնալ օդաչուն, որին ասեն ասում, շատ եզակ է, ինչպես ասում մատների վրա հաշված, ամենաբարձրակարգ օդաչունները, Էրդողանի դեմ, եթե հիշում եք, իշխանափոխության գործընթաց եղավ զինված։ Բարձրաց այդ ժամանակ Թուրքիայի բանակի օդուժը ապստամբների մեջ էր։ Երբ որ այդ ապստամբները պարտվեցին, բնականաբար օդուժի շատ բարձրացան սպաներ, այդ թվում օդաչունները սկսեցին քրեական հետապնդման ենթարկվել։ Եվ դրանց մոտ 1/3-ը հայտնվեցին բանտերում, այդ օդաչուների, որոնց մեջ նաև կային ասեր։ Հիմա ռուսական ինքնաթիռը ռազմական խոցելուց եւ օդաչունի սպանելուց հետո ամիսներ անց ուրեմն երկու ավտոբուսով մոտ 70-ից ավել օդաչուններ բոլորը զորակայանից տեղափոխվում են բես զորական, հաշվառնելով որ օդաչունները մեծ արժեք են ասերը, պահպանությունը, անվտանգությունը, ինչպես ասում են, ավելի բարձր է արվում, չէ՞։ Եվ գիտեք ինչ, հնդածս երբ որ ավտոբուսները գնում են, մեկ էլ պայթում են։ Այդպես մի քանի հոգի է ողջ մնում, այն է վիրավոր վիճակով, որ այլևս ունակ չի որպես օդաչու աշխատել։ Այդպես պատահական լինում է։ Ես ինչի համար եմ ասում, այսինքն ռուսական կողմը ցանկացած ժամանակ պատասխաններ տալու է, որի մասին, ասենք ինքը չի էլ բարձրաձայնելու։ Եվ բոլոր այն պետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, որ այս պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ 22 թվին կնքում է ռազմական համագործակցության որպես ռազմավարական գործընկեր երկիր, առ այսօր Ուկրաինային օգնում է եւ սնունդով, եւ զենքով, եւ զինամթերքով, եւ մարդկանցով, եւ հետախուզական տվյալներով։ Իհարկե ռուսական կողմը գիտի սրա մասին, բայց ինչպես ասում են, կա քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակ։ Հիմա այդ քարերը հավաքելու ժամանակը չի։ Ինչու՞։ Որտեղ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանը չպայթի, պատերազմ չլինի, իր համար ճակատ չբացվի։ Ձեզ վստահեցնում եմ Ուկրաինայի թեման փակվելուց հետո դուք կնայեք եւ անձամբ կհետևեք, թե ինչ ասել է ռուսական պատասխանը բոլոր այն երկրներին, որոնք հերրու կամ մոտիկ ձևով իրենց դեմ կռվել են։ Այդպես։ Եվ վերջում պարոն Նահապետյան, փորձենք հասկանալ ինչ տեղի ունեցավ Շարմ էլ-Շեյխում, որովհետև մի կողմից Իսրայելի Պաղեստինի խնդիրներ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը գնացել է եւ Թրամփին հերթական անգամ ներկայանում էր, փորձում էր ծանոթանալ Թրամփի հետ եւ մենք դեռ այսինքն գործող իշխանությունը ակնկալիք ունի, որ պետք է ինչ-որ Թրամփի ուղի այստեղ գործարկվի։ Ուրեմն ասեմ ձեզ, այդտեղ Փաշինյանը չէր գնացել, ոչ Ալիևն էր գնացել, իրաց բերման էին ենթարկել։ Ասել էին արագ տեմպով եւ վազքով։ Եկեք այստեղ 20 պետության ներկայացուցիչ էր։ Այդտեղ երկրներ էին, որոնք կոնֆլիկտներ են ունեցել։ Եվ այդ կոնֆլիկտները հարթվել են։ Մի օրվա, 5 օրվա, 30 տարվա իդեպ։ Բայց երկրներ կային, որոնք ավելի ծանրակշիռ էին եւ այդ այսպես ասած խաղաղության հռչակագրի ներկա գտնվելու համար դիլին էին, բայց չկային։ Եվ այսպես այդ հավաքի իմաստը որն էր։ Արի երևույթ խաղաղության համաձայնագիր Իսրայել պետության եւ Համասի միջեւ։ Այդ հավաքի ներկա չի ոչ Իսրայել պետության ներկայացուցիչը, ոչ Համասի,
Այսինքն, այդ ոնց է ստացվում, այսինքն երկու հոգու բարիշացնում են, ինչպես ասում, բայց իրանք ներկա չեն, ներկայացուցիչներ չկան։ Չեմ ասում երկի առաջին դեմքերը, հա, չկան։ Հավաք ուներ մեկ նպատակ։ Միացյալ Նահանգները այդ հավաքով ինչ կետեր, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց, ընդ որում որպես միջնորդ Միացյալ Նահանգների առաջնորդությամբ ուրեմն երկու արաբական պետություն էին, Եգիպտոսը, Կատարը եւ մեկ թուրքական, Թուրքիան։ Նպատակը որն էր։ Կանգնեցնել այդ պատերազմը։ Ինչու։ Երկու տարուց մի քանի օր անց ավել Իսրայելը չկարողացավ հաղթել Համասին, սա փաստ է։ Ինչ է նշանակում հաղթել, կան սուբյեկտիվ գնահատականներ, գնահատման մի չափորոշիչ կա։ Օրինակ, ինչու 2023-ի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները մտան Իսրայելի տարածք, գերեվարեցին ինչ-որ քանակ քաղաքացիական ու զինվորական անձանց եւ հետ վերադարձան։ Պայմանը որն էր։ Ասում են, մենք այս գերեվարվածներին տալիս ենք Իսրայելի իշխանություններին, դուք տալիս եք ձեր բանտերում 2000 պատանդառու մեր ընկերներին, մեր բարեկամներին, մեր զավակներին։ Պայմանը սա էր։ Իսրայելը ասեց ոչ, հաջորդ օր հոկտեմբերի 8-ին 2023 թվականի Համասին պաշտոնապես հայտարարեց պատերազմ։ Համասին բարձրաձայնեց Իսրայելի պաշտպանության բանակի Ցախալի հրամանատարը։ Սա իրողություն է, հա, արձանագրում ենք։ Հիմա անցել է 2 տարի, մի քանի օր։ Ինչ է տեղի ունենում եւ այդ հանդիպման ժամանակ ինչ որոշում է կայացվում։ Որոշում առաջին։ Ուրեմն հրադադարի ռեժիմ, կռիվը կանգնում է։ Երկրորդ, Գազայից դուրս է բերվում Ցախալի, այսինքն Իսրայելի պաշտպանության բանակի բոլոր զինյալ ստորաբաժանումները ու ռազմական տեխնիկան։ Երրորդ, միջազգային տարբեր կառույցների, երկրների, բայց առաջնորդին արաբական երկրների ստեղծում է ոստիկանական ուժեր, որոնք ապահովում են այդ տարածքում ապրող պաղեստինցիների անվտանգությունը։ Ընդ որում, այդ ուժերի մեջ մտնելու են նաև Համասի զինյալները։ Այսինքն Համասը չի զինաթափվում։ Չորրորդ, ուրեմն երկիրը վերականգնելու խնդիր կա։ Տարբեր միջազգային կառույցներ պետք է օգնություն ցույց տան, որպեսզի այդ ավերը վերականգնեն, որտեղ այդ տարածքը ավերը, ընդհանուր տարածքը այդքան էլ մեծ չի։ Ես միշտ ասել եմ, հիշեք, 365 քառակուսի կիլոմետր, 1.5 Երևանի տարածք։ Այդպես։ Այսինքն, երբ որ մենք հիմա նայում ենք, Համասը իր նպատակին հասավ, ճիշտ է։ Նպատակ առաջին գերեվարված իր կողմից մարդկանց հետ վերադարձել, որից 28-ը զոհվել են, դեռևս պիտի փնտրեն, դիակները գտնեն, 20-ը ողջ են, 20-ին հետ տվեցին, 2000-ը ստացան, ճիշտ է։ Ինքը իր խնդիրը լուծեց, Համասը չզինաթափվեց, չէ՞, եւ այդ տարածքում ստեղծում է ժամանակավոր վարչակաց, ոչ ավել, ոչ պակաս Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի ղեկավարությամբ, որի 1.5 ոդկը այն աշխարհում է, ձևական, բայց ինքը Բրիտանիա է ներկայացնում։ Ինչու է Տրամպը բերել իրան, որ եթե այն գործընթացը, որ Միացյալ Նահանգները պլանավորել են, ինչ որտեղ խոչեր, խոչընդոտներ, ձախողումներ, մեղավոր ով է դառնալու Թոնի Բլեյերը։ Իսկ եթե հաջողություն ում առաջնորդությամբ է, իհարկե Միացյալ Նահանգների։ Եվ այս process-ի նպատակը հետևյալն է. Իսրայելը ընդունում է իր պարտությունը։ Ես չեմ ուզում ասել կապիտուլյացիա, որտեղ Համասի դրոշը, Պաղեստինի պետության դրոշը Թել Ավիվի եւ Երուսաղեմի կառավարական շենքերի վրա չի դրվում, բայց Իսրայելը պարտվել է եւ այդ պարտության 100%-անոց երաշխավորով է պարտության։ Իսրայելի թիվ 1 ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգները։ Այսինքն Միացյալ Նահանգները, որ ամեն կերպ օգնում էր Իսրայելին, զինական, ֆինանսական, նյութական, հումանիտար, հիմա Իսրայելն ասում է դու պարտվել ես, ես այդպես եմ որոշում։ Եվ հետեաբար զորքերը թանում ես, այստեղ էլ պետություն է ստեղծվելու, որն է ԱՄՆ-ի նպատակը, ԱՄՆ նախագահի։ Հաշվի առնելով, որ այս Իսրայելի եւ Պաղեստինի դեմ, Իսրայելի եւ Իրանի դեմ պատերազմը ամբողջ արաբական աշխարհը եւ իսլամ աշխարհը տրամադրում էր Իսրայելի եւ իր դաշնակից ԱՄՆ-ի դեմ, ինքը իր ազդեցությունը կորցնում էր։ Այդ ազդեցության վերականգնման համար է սա անում, այսինքն ԱՄՆ-ը զոհաբերում է Իսրայելին, հանուն իր կորցրած ազդեցությունը վերականգնելու նվազագույն արաբական աշխարհում։ Եվ հիմա արաբական աշխարհին ինքը ինչ ասում, ԱՄՆ նախագահը ասում է, տեսեք, պատերազմը ես կանգնացրի։ Վաղ այդ տարածքում պետություն է ստեղծվելու, ես եմ երաշխավորը լինելու։
Եվ դուք իմ այդ հարաբերությունները պետք է վերականգնեք, եւ ոչ թե Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի, ինչպես մենք տեսանք Շանհայի համագործակցության կազմակերպությունը Չինաստանում, բավական արաբական աշխարհի երկրներից չեք այն, Սաուդյան Արաբիա, Էմիրատների, դեպ այդ երկու երկրների ղեկավարները Շարմ էլ-Շեյխում ներկա չէին այս գագաթաժողովին, հա, արձանագրենք սա։ Հետաբար ԱՄՆ-ը իր շահերի համար զոհաբերեց իր ամենամոտ, ամենասիրելի, հավատքով շատ թելերով կապված դաշնակցին, որտեղ իր շահերը ասում է, եթե Իսրայելը չկարողացավ հաղթել Համասին 2 տարի եւ այդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը վարկանիշային կորուստներ ուներ արաբական աշխարհում, հիմա ինքը վերականգնում է այդ կորուստները, ոչ միայն վերականգնում է, ինքը նաեւ ավանգարդում է հայտնվելու Պաղեստին պետության ստեղծման համար, ոչ թե եվրոպական երկրները դի Պաղեստին պետություն ստեղծեն 1948 թվականի մակամտանքության խորհրդի որոշման հիման վրա, այլ ԱՄՆ-ը պետք է ստեղծի։ ԱՄՆ-ը ստեղծելու է Պաղեստին պետություն եւ հովանավորը պաշտպանը ինքն է դառնալու։ Դրանով արաբական աշխարհի բոլոր պետություններին եւ իսլամ աշխարհի ասելու է, որ ես եմ ձեր ասողը, դուք իմ հետ հարաբերվեք, ոչ թե Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի, որը ձեր հետ ընդհանրապես կապ չունի, ոչ հավատքով կապ ունի, հա, ոչ շահերով, իմ հետ, այսինքն Տրամպը սա է ասում։ Սա մեր համար ինչ դաս է, որ պետությունները հաճախ հզոր, գերտերությունները իրենց շահերի համար կարող են զոհաբերել ցանկացած երկրի շահ, հույսի սպասարկեն իրենց շահը։ Ավասիկ մենք տեսանք, թե ինչպես Իսրայելի շահը զոհաբերեց իր թիմ 1 դաշնակիցը, որովհետեւ արաբական աշխարհում կորցրած այն ինչ ինքը կորցրել էր այս 2 տարվա ընթացքում ինքը վերականգնի։ Ներողություն եմ խնդրում, պարոն Նահապետյան, բայց օրինակ հիմա մենք կարող ենք արդեն ասել, որ աշխարհում ուժերի հարաբերակցության կամ աշխարհի վերաբաժանման քարտեզը արդեն ուրվագծվում է։ Ոչ։ Դե հիմա իրավիճակ փոխվեց։ Արաբական աշխարհը ամբողջովին BRICS, Շանհայի կազմակերպություն, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, հիմա Տրամպը այս քայլով փաստորեն որոշակի առումով բան իրավիճակ փոխեց։ Վստահաբար փոխեց, փաստ է սա։ Իսկ այս փոխված իրավիճակը Հայաստանի վրա ինչպես կանդրադառնա։ Ես Հայաստանը որպես սուբյեկտ կա, օրինակ Տրամպը ոնց էր ասում Շարմ էլ-Շեյխում, Ալիևին ասում էր, գովելով Ալիևին, որը հետևը նստածա, որը հարվում էր այդ գովեստի խոսքերից, ես հիշում մի հետաքրքիր ձևակերպում, ասում է ԱՄՆ-ի հետ թշնամանալը վտանգավոր է, իսկ ԱՄՆ-ի հետ բարեկամանալը մահացու։ Ուրեմն երբ որ Ալիևը հալվում էր Տրամպի խոսքերից, իր հետևն էր նստած ամբիոնում, այսպես ասենք, եւ Տրամպը մեկ անգամ եւս փաստեց, որ ինքը խաղաղություն է հաստատել Ադրբեջանի եւ անգամ Հայաստանանուն չէ, ասեց, այդ հայրենակիցը դուր է, Ալիևն էլ ցույց տվեց Փաշինյանին, որտեղ նստած էր։ Տրամպը եւ Ամերիկան այս տարածաշրջանը նայում է որպես Ադրբեջանի Հարավային Կովկասը գերակայության տարածաշրջան, որտեղ Հայաստան գոյություն չունի։ Կա Ադրբեջան եւ Ադրբեջանի նախագահի հայրենակից, որը այսօր այս տարածքում նշանակված է ինչ որ ստատուսով կառավարիչ, որը եկեղեցու, հոգեվորականների, քաղաքական գործիչների եւ այլոց նկատմամբ հետապնդումներ անում։ Ինչու՞։ Որտեղ ունի տեր համար առաջին Ալիև, տեր համար երկրորդ Էրդողան, որը մրցակցում է Ալիևի հետ իդեպ։ Նիկոլը մանևրում է Հայաստանի համար թե Հարավային Կովկասի։ Մանևրում է թե իր պապանով առնելու Ալիևը թե Թուրքիան, Էրդողան նկատի ունեմ, հա, որտեղ մրցակցություն կա ակնհայտ է, հա։ Երրորդ տերը հիմա մի ժամանակ Բրիտանիան էր, Միացյալ Նահանգների տարածաշրջանից Բրիտանիան մի փոքր հեռու, հա, ասեն հəl դուք գնացեք ձեր տեղը նստեք, ես եմ ասող աշխարհում, եւ բնականաբար հիմա Միացյալ Նահանգները։ Իսկ այս Թուրքիայի եւ Ալիևի Ադրբեջանի մրցակցությունը ինչի համար է, Հարավային Կովկասում ազդեցության, թե Հայաստանի։ Ուրեմն Հայաստանը էլեմենտներից մեկն է։ Կա թուրքական պետությունների կազմակերպություն, որը մեծ Թուրանի իրական միսու արյունն է ստանալու։ Գաբալայում մի քանի օր առաջ եղավ հավաք, որտեղ թուրքական աշխարհը, եթե ոչ այդ տնտեսական մշակութային համագործակցություններ իրականացնում, հիմա որոշում արեց քաղաքական եւ ռազմական։ Այդ կառույցում Թուրքիան ասում է, ես եմ հզորը, բնակչությամբ, սպառազինությամբ, Ադրբեջանը ասում է, ես էլ այդքան վատը չեմ։ Մրցակցությունը այդտեղ է գնում, թե թուրքական աշխարհում ով է առաջին ջութակը։ Բնականաբար մեր տարածաշրջանում Ալիևը ասում է, ես եմ, պատերազմը ես եմ հաղթել, մեկ-մեկ էլ Էրդողանը հիշեցնում է երիտասարդ, եթե ես չլինեի դու այդ պատերազմը ոնց էիր հաղթելու։
Եվ վերջում պարոն Հապետյան շատ կարճ փորձենք հասկանալ, որ երկիրը կամ պետությունն է մեզ որպես սուբյեկտ ընկալում եւ ինչպես մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ պահպանելով մեր սուբյեկտայնությունը։ Ում հետ դու մինչև 2018 թիվը կնքել էր ռազմական, տնտեսական, քաղաքական պայմանագրեր, որտեղ Ադրբեջանի ցանկացած նկարտում այս կամ այդ թվում նաև Թուրքիայի ռազմական էքսպանսիա Հայաստանի նկատմամբ միշտ չեզոքացում էր։ Դա Ռուսաստանն է։ 18 թվականից առ այսօր մեր բոլոր պարտությունների կորուստների հիմնական պատճառը գիտեք որն է։ Մնացած հետևանքներ են։ Քաղաքական կողմնորոշումն է փոխվել։ Այսինքն Փաշինյանի բերել են, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս գա 4 էլեմենտով։ Արցախ հանձնվեց թուրքական աշխարհի, ցամաքային աշխարհի համար սեպը հայկական, առայժմ Սյունիք, հետո Հայաստանը պետք է հանվի, երրորդ Հայաստանից դուրս բերվի 102 ռազմաբազան ռուսական սահմանապահները եւ չորրորդ Ռուսաստանի տնտեսական ներկայություն Հայաստանում ամբողջովին զրոյացվի։ Փաշինյանին բերել են այս խնդիրները լուծելու համար բոլոր ընդդիմադիր դաշտերի, բոլոր անխտիր, ովքեր արևմուտքի գործակալները չեն, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալները չեն, իրենց համար որպես ելման կետ հաշվարկի սկիզբ սա պետք է լինի։ Սրանից պետք է լինի, իսկ ասում են, բա որ հանկարծ Ամերիկան չլինի, թուրքերը մեզ կուտեն, ես ասում եմ, ցանկացած նոր կառավարություն նույն օրը թռչում է Մոսկվա, ռազմական Ռուսաստանի հետ պայմանագրի մեջ փոփոխություն։ Հայաստանը մտնում է Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո, այնպես ինչպես իդեպ Հյուսիսային Կորեան, կամ Ռուսաստանը Հայաստանում տեղակայում է միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, պլյուս որպես բոնուս արեշնիկ տիպի հրթիռներ, ու վերջ թեման փակվում է, այդ մի պայմանագրով, պայմանագրի մեջ կետի փոփոխություն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են Ռուսաստանի դեմ բաց այդ միջուկային մարտագլխիկներով, ինչը արվեց իդեպ Բելարուսում, Բելարուսում էլ Լեհաստաններ, չէ, ինչպես նկարտումներ ուներ, որ Բելարուսը իրեն ուժով վերցներ, հիմա ինչ է անում Լեհաստանը կատվի նման անկյուն քշված վիճակում է, ով վերջ հարցը մի օրվա մեջ է լուծվելու է, մեկ օրվա։ Երկրորդ օրն էլ այդ պատվիրակությունը Մոսկվայից հետո թռչում է Իրան, Իրանի հետ կնքում է ռազմատեխնիկական համագործակցություն, այն ինչ որ դժվար է բերել եւ թանկ է Ռուսաստանից կբերվի Իրանից ու թեման փակվում է։ Մնացածը մեր ներքին քաղաքականությունն է, որ շատ արագ կարելի է շտկել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։